Գրիգորյանը, Վուկաններ Կարուն Ասրյանը, Արմեն Վարդանյանը, Ռուբեն Սանամյանը։ Բացակայողանձին չկան, պետական նիստին նաև ներկայացել է Դուրովի իրավահաջող Հարություն Օհանյանը, Ստեփան Հակոբյանը եւ Դավթազյանը։ Բերի մարդը, սերով Հակոբեն կեսակայացնում, Մերուժեն կեսակայացնում։ Բացակայող անձանց չներկանալու պայմաններում դատական նիստ շարունակել առնչության դիտարկումները։ Ոչ, Չնով ադոժում։ Անձնակից ընդունել դատարան հրավիրել պարոն Ռուբեն Ռազմիկի Սանամյանը։ Ռուբեն Սանամյան, Ռազմիկի, 1976 սեպտեմբեր 22 Քարլ Դիլիջան։ Դատավարության մասնակիցներից ում եք ճանաչում Պարոն Ոչ մեկ։ Դատարանը ձեզ պարզաբանում է, որ կարող եք ցույց տալ ձեր նյութավոր հասկացանի ձեր ամուսնու վերաբերական մակատի։ Գրեք, հարց չհասկացա։ Ձեր մերձավոր հասկականի ձեր ամուսնու վերաբերյալ, որ հարցադրումներ հնչեն, կարող եք չպատասխանել, կարող եք ընդհանրապես ցուցմունք չտալ մակատի։ Չկա։ Դատարանը համապատասխան ծանոթագրով ձեզ ուղարկել նաև վկա իրավունքների պարտականությունների առնչությամբ ծանրացելի ուշադարձ ստացել եք։ Այո։ Ձեր իրավունքների պարտականությունների վերցնին բարձրաբանելու անհրաժեշտություն տեսնում եք։ Տեղյակ եք ինչ իրական գործի շրջանակներում եք վերաբերել հարցակնությանը։ Մենակ գիտեմ, որ Անդրանիկ Վերանյան 6-րդ դարից պիտի գա։ Ընդհանուր առմամբ դատարանը ընդհանուր առմամբ որպես քրեական գործի նույնության պարտական նկարագրություն ձեզ ներկայացնում է, որ Անդրանիկ Վերանյանի քրեական գործով հանդիսանում է մեղադրյալ 44-օրյա պատերազմի շրջանակներում որոշակի հանգամանքների առնչությամբ վերջինիս մերձագրվում է 2003 թվականի ապրիլի 15-ին քրեական ուսուցիչ 315 հոդվածի 4 մասում նախատեսված ծորարար Մասնավորապես վերջինիս մերձագրվում է, որ համապատասխան գոյություն ունեցել համապատասխան իրադրություն ըստ մեղադրանքի կողմի այդ իրադրության պայմաններում մեղադրել Անդրանիկ Վերանյանը պետք է գործեր այլ ընթացակարգի շրջանակներում պետք է որոշակի այլ վարկագիծ դրսևորել, մինչդեռ դրսևորել այնպիսի վարկագիծ, որի պայմաններում ըստ մեղադրանքի կողմի ուրա մագնիշի ավտոմեքենա է խոցվել, որի անձնակազմը գտնվող մեծամասնությունը զոհվել է անօդաչու սարքի հարվածի պայմաններում։ Այս հանգամանքների շրջանակներում հաշվի առնելով ձեր մարտական փորձը, ձեր զինվորական կենսագրությունը, ինչպես նաև այնպիսի հանգամանքներ, որոնք հնարավոր է ձեզ հայտնի լինել, դատարանը ձեզ կողմի միջնորդությամբ հրավիրել է հարցակնություն։ Բարձ է ձեզ։ Բարձ։ Միևնույն ժամանակ դատարանը ձեզ տեղեկացնում է, որ պարտավոր եք տալ ճշմարտացի ցուցմունք հրաժարվելու համար կենթարկվեք քրեական պատասխանատվության, քրեական ուսուցիչի 503-504 հոդվածներով սանձած կարգով։ Խնդրում եմ սովորաբար օրինապաս ուշացրեք։ Այս առաջի տողի վրա հասկանում ստողից թե։ Կողքս։ Շնորհակալություն, պարոն Սանամյան, ինչու ձեր հարցակնությունը սկսել է ամբյոնի վրա տեքստ կարգելված, խնդրում եմ բարձրաձայն ընդգծել ձեր անվան հասկանալու մատնանշման։ Ես Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ցուցմունք եմ տալիս, ասել եմ ճշմարտությունը, ոչ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։
Շնորհակալություն, պարոն Սանամյան, երբանից եք ծառայում զինվորներում։ 2006 թվականից։ Շուրջ 20 տարի ծառայում եք, մշտապես ծառայել եք որ բանակային կորպուսում։ Երրորդ։ Երրորդ բանակային կորպուսում։ Մարտական ձեր ուղին սկսած 20 թվականից կներկայացնեք մինչև այդ գիտեմ Պետրիչ։ Կներեք։ 20 թվականից սկսած ձեր մարտական ուղին, մարտական որ գործողությունների մասնակցեք 20 թվականից հետո։ 20 թվականից հետո։ 20 թվականին եւ դրան 20 թվականին մասնակցել եմ Հոլիսյան մարտական գործողությունների։ Ինչ պաշտոն եք զբաղեցրել ժամանակ։ Զորամասերի սպահարանգիչ։ Ձեր ծառայողական պարտականությունների մեջ որպես սպա հրահանգիչ ինչ է մտել։ Ում եք հրահանգավորել եւ ինչի շուրջ։ Բայց դա չգիտեմ, պետք է ասեմ։ Այնքանով որքանով։ Ղեկավարն եմ խումբ իրագործությունների մեջ։ Ենթադրում եմ գախնիկ կա տարեկան ստայել եք մասով շատ չեմ մասնավորեցնի հարցերս։ Ինչ զենք է ամրակցված ձեզ եղել 20 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ։ Հակահավի 3/72։ Կոնկրետ հուլիսյան մարտերի ժամանակ որ բնակեցում եք գտնվել երրորդ բանակային կորպուսի պահպանության շրջանի։ Բերթի ուղղությամբ։ Բերթի ուղղությամբ։ Մովսես։ Մինչ այդ հուլիսյան գործողությունները նախորդիվ ձեր մարտական ուղու ժամանակ ԱԹՍ-ի կիրառում հակառակորդի կողմից հանդիպած եք եղել, թե ոչ։ Անօթաչորթած 4 Ոչ։ Երբ որ 20 թվականին սկսվեցին գործողությունները, այդ ժամանակ հակառակորդը ԱԹՍ-ը կիրառել է։ Այո։ ԱԹՍ-ի կիրառման ժամանակ որպես եւ սպա հրահանգիչ եւ ձեզնից վերադասի կողմից կամ դուք կամ ձեզ որևէ մեկը որևէ բան հրահանգավորել է ինչ անել ԱԹՍ-ը տեսնելու դեպքում։ Ոչ։ Բոլոր գործառույթները կանցել եմ ես։ Որոշումները կայացրել եմ ես։ Ինչ եք հրահանգավորել անձնակազմին ԱԹՍ-ը տեսնելու դեպքում։ Նախ մինչև այդ կահավորել էի, որ կանեմ անձնակազմին պահեմ։ Հնարավորին դեպքում էլ կանանք կրակենք խոցենք։ Ինչով կրակեք խոսել։ Եղած միջոցներով։ Եղած միջոցը ձեր դեպքում ենթադրվում էր ձեր ձեռքի տակ եղած կալաշնիկովը։ Վանաձորի զորամասում որևէ հրահանգավորում ինչ մարտական գործողությունները սկսել է։ ԱԹՍ-ի մասին չի եղել։ ԱԹՍ-ի մասին չի։ Ոչ։ Իսկ ինչից եք ենթադրել, որ ձեր կողմից տրված հրահանգավորումը մասնավորապես արկա միջոցներով ԱԹՍ-ը հանդիպելու դեպքում խոցելը ճիշտ է։ Ես ուղղակի փորձել եմ ստացվել, կավաղը փորձեմ չստացվի։ Այ ինչ եք փորձել հաստատի ստացվել։ Կրակել եմ գցել։ Ինչով եք կրակել։ Ավտոմատով։ Ավտոմատով կրակել եք, պատասխան գցել։ Ինչ հեռավորության էր մոտավորապես։ Կոնկրետ չեմ կարող Չէ, ասել։ մոտավորապես։ 300 մետր երևի 200։ Մենահատ եք կրակել, թե ավտոմատ։ Մենահատ։ Մի կրակոցից, հենց առաջին կրակոցից խոցել եք։ Հա։ Օպտիկական նշանոց եղել, Ոչ։ Այսինքն փաստենք, որ շուրջ 300 մետր հեռավորության վրա արկա ընդամենը ինքնաձիգով առանց օպտիկական նշանոցի Խումբը կրակ արձակել, կենտրոնացված կրակ թողել վրան։ Զինամթերքի սպառում են տալի շատ էին կրակում, դադարեցրել եմ, ասեմ սպասեք ես ինքս։ Ես մեծ կրակել եմ գցել։ Ինչ տեսակի ԱԹՍ է եղել։ Ես ինքը ինգելա միջանկյալ տարածք, ես իրան չեմ տեսել։ Իսկ երբ որ 300 մետրից տեսակ, բնականաբար տեսանել։ Ես կարամ վարկած ունենամ, կարամ ասեմ, որ եղել է հայտարարական։ Դա իմ վարկածն չի։ Իսկ ձեր վարկածը ինչով է հիմնավորվում։ Անցած դատական լիստին, որ դուք կարդացիք, ասացիք, որ ընդ սվոտկեն ոնց ասում, որ եկել է, որ եղել է հայտարարական։ Դրանից եք դուք ենթադրում։ Այո։ Ես միջև չգիտեի կոնկրետ եղել է հայտարարական թե հարվածական։ Իսկ նախորդ դատական լիստին ցուցմունք տալիս ինչ տեսակի ԱՏՍ-ի մասին եք խոսել։ Մինչև նախորդ, մինչև այս պահը, մինչև լուսան մեջ կարդալ, ինչ եք ենթադրում, ինչպիսին է։ Ես չեմ ենթադրում, չգիտեմ, ես կարամ կարծեմ հարվածային եղել, կարամ կարծեմ հետախուզական, ես իրան չեմ տեսել։ Բացի ձեզանից, հուլիսյան մարտերի ժամանակ որևէ այլ զինծառայող ինքնաձիգով ԱԹՍ-ը խոցել է, լսել եք նման բան։ Իմ շրջանում որտեղ գործել եմ ես ոչ։ Իսկ ընդհանուր երրորդ բանակային կորպուսի պահպանության շրջանում Չեմ լսել։
Իսկ այդ հրահանգավորումը, որ տվել եք անձնակազմին, խոցելուց հետո եք տվել, որ այսուհետ արկամիջոցներով փորձեք խոցել, թե դրանից առաջ եք տվել։ Դրանից առաջ էլ հետո։ Առաջ էլ հետո։ Հետո արդեն ավելի կոպիտ ասած ձեր հրահանգավորումը։ Հետո հակառակորդ ավելի վերև հանեց, էլ հնարավոր չէր խոցել։ Բայց փորձում եք անել։ Հա։ Բայց 300 մետից հնարավոր է եղել ընդհանրապես մեկ մենակ։ Ես կոնկրետ չեմ կարող չափեմ գրել, եկելի վաղ 300 կարող եղել։ Հա, բայց ոչ 10-20 մաս։ Չէ, ինչ 10-20 մաս։ Բարձր Հեռու ա եղել, հա։ Իսկ արդեն սեպտեմբերին, երբ որ պատերազմը սկսեց, չնայած պատերազմական գործողությունները հիմնականում մտածել են Արցախի հանրապետությունում։ Այդ ժամանակ բնականաբար երրորդ բանակային կորպուսը ևս եղել է համապատասխան կարգավիճակում, ճիշտ է մարտական։ Այդ ժամանակ հրահանգավորում, եթե լինի արտասահարցակում Հայաստանի Հանրապետական սահմանադրությամբ, հրահանգավորում անցել եք դուք կամ դուք։ Ես հոկտեմբերի 5-ին արդեն եղել եմ վիրավորված, չգիտեմ ինչ։ Մինչ այդ սեպտեմբերի 29-ին պատերազմը սկսվեց, արտասահարցակումների ժամանակ հաշվի առնելով նախորդի։ Ես Արցախում չեմ եղել։ Ես գիտեմ, որ դուք Արցախում չեք եղել։ Երրորդ բանակային կորպուսի տարածքում ԱԹՍ հարձակման հնարավոր լինելու դեպքում, հնարավոր հարձակման դեպքում ԱԹՍ-ի հրահանգավորում արել եք որպես հրահանգիչ, թե ինչ անել։ Հաշվի առնելով ձեր նախորդ մարտական փորձը։ Հա։ Ինչ եք հրահանգավորել։ Հնարավոր է պաշտպանել։ Խոցելու մասով իսկ Եվ թեկուզ եւ։ հարցեր չունեմ պատմում։ Հարցերն են։ Ես ընդհանրապես մի հարց այ արվելու կա։ Կարող եք արդյոք ձեր ասվածն ընդհանրացնելով արձանագրենք, որ հնարավոր է նաև չխոցեք։ Չկպնել այսպես ասած։ Հնարավոր կարող է վաղ գրագեմ չլինի։ Իսկ կարող ենք նաև արձանագրել այն հանգամանքը, որ պետք է իրադրությունը գնահատես բարձրությունը, կոմոդ եղած միջոցը ու նոր որոշես։ Կրակարձակես թռնող սարքի վրա, թե չէ։ Այլ կերպ, եթե օրինակի համար այս թռչող սարքը ձեր պարագայում ուներ 1000 կամ ավելի մետր։ Արդյոք իմաստ կար կրակարել։ Դե արդեն իրավիճակ գնահատում ենք, եթե ինչ որ մի մաս կա, որ կարանք խոցենք, հաստատ կփորձենք։ Եվ մի հարց ևս, երբևիցե իմպերատիվ պահանջ է գտա վերադասների կողմից, որ ԱԹՍ հայտնաբերելու դեպքում կրակ վարել։ Մեր գործառույթը ընդհանուր թե ուրիշ է եղել, կոնկրետ ԱԹՍ-ների մասով կամ մյուս մասով չի եղել ինչ որ առանձին հրահանգավորումներ։ Այդ ամբողջ գործառույթը կավայել եմ ես, որոշումները կայացրել եմ ես։ Եվ հատուկ հարցություն պատմում։ Հարցեր չունեք, դատան ևս ձեզ հարցեր չունի, շնորհակալություն ձեր հարցակնությունը համարմունք ավարտված, կարող եք նստել, կարող եք գնալ ձեր անհանգստություն։ Ձեզ շնորհակալություն։ Ստեղծություն ձեզ։ Արմոն Ասրյան։ Նարուն Համլետի ասրի։ Անձնաստատողություն է։ Մուրացել եմ թողել։ Դատավարության հարգելի մասնակիցներ, նույնականացման Խոսքի չունեմ, Եվ որտեղ եք ծնվել։ Գորիս։ Եվ 1978 թիվ մայիսի 27։ Դատավարության մասնակիցներից ում եք ճանաչում։ Նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանցից։ Մենակ Հարութին եմ ճանաչում։ Ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում Հարութի։ Ես կռվի դաշտում եմ իրեն ճանաչել։ Տեսել էլի։ Մտերմություն բարեկամություն։ Չէ, ոչ մի բան չի եղել։ Այդ ձեր ունեցած հարաբերությունները ձեր ցուցմունքի բովանդակության վրա կարող են ազդեցություն ունենալ։ Չէ, ոչ մի։ Տեղեկ եք ինչ քրեական գործի շրջանակներում եք գրավել հարցակցություն։ Այո։ Դատարանը ձեզ տեղեկացնում է, որ իրավունք եք ցուցմունք չտալ ձեր մերձավորացկականի ձեր ամուսնու վերաբերյալ կանում անխնդիր։ Ո՞նց։ Ձեր մերձավորացկականի ձեր ամուսնու կամ ձեր վերաբերյալ կա խնդիր տենց որ հարցակննեք։ Չէ։ Դատարանը ձեզ տեղեկացնում է, որ պարտավորեկալ ցուցմունք, ճշմարտացի ցուցմունք, ցուցմունք տալուց հրաժարվելուց ու ցուցմունք տալու համար ենթարկվեք քրեական պատասխանատվության, քրեական օրենսգրքի 502
Խնդրում եմ ստորագրել նախազգուշացված։ Կողքը։ Նախքան ձեր հացակցություն սկսել է անվանի վրա տեքստ կատարված, խնդրում եմ բարձրաձայն ընթերցել ձեր անվան ազգանվան մատնանշումը։ Ես ձեր անհասկանուն։ Ես Գարուն Ասրյան ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Շնորհակալություն, հարցերի պատասխաններ, խնդրեմ մի քիչ բարձր, որ արձանագրվի։ Խնդրեմ հարգելի ամենալավ ձեր Շնորհակալություն։ 20 թվականի մարտական գործողությունները սկսելուց առաջ որտեղ եք հաշվառված եղել, գրանցված եղել։ Լաչին։ Ապրել եք այսինքն Ղարաբաղում արցախ։ Մինչ 20 թվականի պատերազմը, 16 թվականի ապրիլյան գործողություններին մասնակցել եք։ Այո։ Այդ ժամանակ որ ուղղությամբ եք մասնակցել։ Մադաղից Թալիշ։ 16 թվականի բեսպիլոտնիկ ԱԹՍ մարտական գործողությունների մասնակցելուց տեսել եք։ Այո։ Անձամբ ձեր աչքով տեսել եք, խոցելուց, խոցվելուց տեսել եք։ Դե տենց անձամբ չեք տեսել, բայց դե եղել է, այլ դեպքեր շատ է եղել։ Դուք այդ 16 թվականին ԱԹՍ տեսնելուց ինչ եք արել կոնկրետ։ 16 թվականի մասին եք դեռ խոսում։ Քողարկվել ենք։ Իսկ այդ ժամանակ 16 թվականի որևէ ձեռքի առկա միջոցներով փորձել եք խոսել ԱԹՍ կրակել։ Փորձել ենք։ Ստացվել է իսկ 16 թվականին։ Որը ստացվել է, որը չի ստացվել։ Լաչինում ասեցիք կոնկրետ որ մատնում Սարատագյուղ։ Սարատակը երբ է հակառակորդի տիրապետության տակ անցել։ Հիշեք։ Չեմ հիշում։ Դուք սեպտեմբերի 20-ին սկսված մարտական գործողություններին մասնակցել եք։ Այո։ Երբանից։ Ամսի 28-ից։ Որպես աշխարհազոր։ Որ ուղղությամբ ջրական։ Ինչ զենք ամրակցված եք։ AK-74։ Իսկ դիպուկը հարարացան SVD։ Դիպուկը հարարացան մեր ընկերոջն է։ Ձեր ձեռքի տակ դիպուկը չի եղել։ Շալիկոին ճանաչում եք։ Այո։ Ինչ հարաբերությունների մեջ եք իրար հետ։ Իմ ընկերն է։ Ձեր ընկերն է։ Իրար հետ եք մասնակցել մարտական գործողություններին։ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորի խաչմերուկում ինչ եք տեսել, ինչ եք ականատեսել, պատմեք։ Մենք որ տեսել ենք արդեն ուշ էր, այդ զիլը որ անցել էր արդեն ուշ էր։ Իշխանաձորի խաչմերուկ խաչմերուկում, լիքը մարդ կա, ժողովուրդ կար հավաքված, ֆորմաները ու գրաժնասկել կային։ Այդ պահին ինչ եք կատարում խաչմերուկում։ Այդ պահին քողարկում էին մարդիկ, որը Իսկ ինչի են քողարկում։ Որտեղ օդում բան կարելի այդ կամիկաձե Տեսել եք դուք։ Այո, տեսել ենք։ Իսկ ինչ գիտեք կամիկաձե։ Մենք կրակել ենք վրա։ Դուք անձամբ կրակել եք, ինչով։ Տեսվել էր դիպուկը հարավ։ Բայց SVD-ն ասենք ձեր ընկերոջն ամրացել։ Մեր ընկերն էլ էր մեր հետ։ Իրան վերցրել եք SVD-ն։ Չէ, ինքն այնց կրակել։ Չի ասում դուք կրակել եք, ասում եք հա։ Ես չեմ կրակել, մեր ընկերն է կրակել։ Իսկ տեսանելի է, օպտիկական սարքով ավելի մոտ է հաստատել։ Տեսանելի էր։ Ձայնը լսվում է։ Ձայնն էլ ինքն էլ երևում էր։ Իսկ այդ ձայնը ընթացքում ինչքան տևողությամբ լսվեց։ Մի 5-6 րոպե երևի։ Իսկ այդտեղ հավաքված անձնակազմ որ ասում եք պատը սպառում էր թաքնում, ինչ եղանակով էր դա դրսևորում, ոնց է պատը սպառում, ինչ էր անում։ Մեզ նեղ հոպ համակարգ ունեինք։ Հետո իմացանք, որ հոպին է եկել։ Ասում եք անձն մարդիկ պաղկվում էին, պատը սպառում։ Հա, որ վերևներ իրար հետ չէի կայնում էլի, առանց։ Իրար հետ չէին հավաքվում։ Հա։
Իսկ այդտեղ Ուրալը տեսել եք, այն Ուրալը, որ ասեցիք հետո։ Ուրալը ես տեսել եմ արդեն Սարա անցնելուց։ Իսկ այդ սարանցներից Ուրալը, որ տեսել եք, ձեզ համար օրինաչափ է, այսինքն սովորական նայել է, որ թիմաթսը կար, որպես պարտական գործողություն մասնակից, բայց Ուրալը գրում։ Չէ, Ինչի՞ սովորական չէ, որովհետև կարար ընկներ իրանց վրա, ոնց որ ընկավ իրանց վրա։ Բա ինչ պետք է անել Ուրալը այդ դեպքում։ Պետք է քողարկվեր, ինչ պետք է։ Այն մինչև հոկտեմբերի 9-ը փաստացի 11-12 օր պատերազմի մասնակցել եք։ Այդ ընթացքում ԱԹՍ-ի ականատես եղել եք, տեսել եք ԱԹՍ-ների առաջնագծում։ Ինչ եք արել այդ ժամանակ։ Քողարկվել եք։ Իսկ կրակել եք մինչև հոկտեմբերի 9-ը ԱԹՍ-ի։ Չէ, մենք չէ։ Բայց տեսել եք, որ կրակել են։ Այդ նկարագրեք Իշխանաձորի խաչմերուկում ինչ կար։ Ինչ օրինակ Ինչ օբյեկտներ կային։ Խանութ, պահես։ Հա, խանութներ կար, պահեսներ կար։ Ինչ պահեսներ։ Առևտրի կենտրոններ, լուսամուտի իմանալի ինչ ման։ Մեր շտաբն էր տեղ։ Մենք տեղ ենք հավաքում, տեղս գնում, տեղ գալիս։ Որպես աշխարհազորը տեղ։ Իսկ որ Ուրալը տեսակ բարձրանալուց, որը մեկի հարցրել եք, որը բան խիա բարձրանող, ինչի բարձրանում։ Դա նա ժողովրդից հարցրել ենք, ասում է, չգիտեմ, արդեն ուշ է, մեկ էլ ինչ տեսել ենք, արդեն ուշ էր։ Որ հրաման կա նման, հրաման չկա, տենց բան, որը մեկ։ Ես լսել եմ, որ ասում են հրաման են տվել, որ հել է։ Ես լսել եք տենց բան։ Բարձրանալուց հետո ինչ տեսակ, ինչ եղավ։ Հա, որ արդեն այդ կամիգաձեն ընկավ Ուրալի վրա, մենք բարձրացանք վեր Ուրալի մոտ։ Եկեք մի հատ ճշտում մտցնենք, կամիկաձե ասելով դուք նկատի ունեք ինչ եք պատկերացնում, ինչ եք հասկանում կամիկաձե ասելով։ Մենք հենց մտնում է լեյբոյ տեղը մտնում է, պայթում է։ Ինքը իրանով պայթում։ Ինքը իրան։ Հիմա ըստ այդմ ասում եք տեսակ, որ այդ ինչ որ տեսնում եք, դա իջավ, հենց Կորյան, հա։ Դրա համար եք ասում որ կամիկաձե։ Իջավ լսվեց պայթյունի ձայն։ Այո։ Ինչ ենթադրեցիք։ Ինչ որ բան ենթադրեցիք ավելի ճիշտ։ Ենթադրեցիք, որ Ուրալը վերջ։ Իսկ ինչի ենթադրեցիք որ։ Դե որտեղ ես գիտեմ, մենք գիտենք, թե տենց պոշտ չունենք։ Ինչ որ բան չունենք, պուշկա չունենք, տանկ չունենք։ Հա, տարածքին ծանոթ եք գիտեք։ Եվ ինչ արեցիք։ Վեր բարձրացանք, վերև այդքան ժողովրդով բանով։ Արդեն խառնված իրը գնացինք, տեսակ պայթել արդեն, զավարում։ Ասացիք Հարութին դեր եք ծանոթ։ Նեղ եմ ծանոթ, տեսել, չեմ ծանոթացել, տեսել։ Հենց այդտեղ ասածը որտեղ է, դեպքից Դեպքի մոտ, հենց դեպքի մոտ։ ավտոմեքենայում։ Ավտոմեքենա։ Դրանից այ դուք որ հասել եք արդեն դերեզնից շուտ հասնող եղել, հա։ Հա։ Ովքեր են, կարող եք հիշել, ովքեր նկատի ունեմ անձնական։ Շատ մարդ կար։ Արդեն որ դուք գնացել եք Գրաժդանսկի էլ կար, Վայնի էլ կար։ վիրավոր տեսել եք այդ ժամանակը տեղ։ Չեմ հիշում վիրավոր։ Իսկ Մեղադրյալին Ամբաստանյանին տեսել եք այնտեղ։ Չեմ հիշում։ Դեպքից հետո Հարություն Օհանյանի հետ երբևէ շփվել եք։ Հոկտեմբերի 9-ից հետո դեպքը եղավ։ Չէ, դե ինչ շփվել։ Գնաք հանդիպեք։ Չէ, չենք հանդիպել։ Հեն այլ է որ մեկ բաժարնի եք կանչել մեր բաժարնի։ Եկել է հանգցրել։ Այդ այլ չեմ տեսել։ Հետո ի նկատի ունեմ Չէ, դեպքից հետո չեմ տեսել։ Գնաք պայմանական մասից գնաք հանդիպեք իրան, տեսնեք իրան։ Ոնց տեսել։ Դե եմ հարցնում։ Այ ում նախաձեռնությունն ա եղել դա։ Դուք եք որոշել, Հարութն ա ձեզ զանգել։ Չէ, այդ եմ շալիկոն էր բան արել։ Իրան հարցրել են Գորիսում այլել, ինչ այլել։ Իրան հարցրել են ինքը ասել է, որ ինչ է, ինչ չի։ Դուք դիմում զինվորական դատախազին դիմում մասին տեղյակ եք, որ դիմում ա գրվել Հայաստանի զինվորական դատախազին։ Չէ, Շալիկոն կամ Հարութը։ շալիկոն գիտեմ։ Գիտեք, որ Շալիկոն գրել է։ Այդ ում նախաձեռնությունն ա եղել դիմում գրելը։ Իրա։ Այսինքն
ու դեպքից մի առ ժամանակ անց շնորհիկոն որոշել եմ, որ տենց դիմում տիգրի ոնց է, էլի գիտեք այդ պատմությունը։ Այդ պատմությունը ես չգիտեմ, դες կարճ գիտեմ, որ ինչքան հիշում եմ, ինքը Գորիսում է ասել այդքանը։ Նոր Գորիսից չեմ անում, ոնց է եկե ասեմ, ասից ինչ արել։ Ինչ ավտոմեքենայով եք եկել Խաչմերուկում։ 09-ն էր։ Պիկապ ավտոմեքենա տեսել եք այդ Խաչմերուկում։ Այդ Խաչմերուկում չէր, բացի այդ դեպքի տեղը հա այդ ոնց էր։ Հարցեր չունեմ պատասխան։ Հարցեր Ոչ, կան։ Այ արգելում կա, ընդունում մասը 2020 թվականի մայիս ամսին որտեղ եք բնակվում։ Մայիս ամսին Գորիս Եվ ինձ մասիսում բնակվել եք։ հա Կարող եք 20 թվականի մայիսին մասիսում։ Անտանիքս էլ է, ես մասիս քիչ էի գալիս։ Այ ձեր նկարագրված դեպքը որվա որն է։ Կեսօրն անցել այդ, ոնց որ չեմ կարա տոշնի ժամաս։ Արդյոք ես ճիշտ եմ հասկացել ձեր հայտնածից, որ երբ որ դուք հասել եք Խաչմերուկ, Ուրալը արդեն այդ սարը դեպն է։ Այսինքն դուք Խաչմերուկում Ուրալը չեք տեսել։ Ես չեմ տեսել, մեկ երկու ավտոյով ենք, շալիկոն բանն են։ Շալիկո ենք են, սկզբից հասել նոր ես։ Շարիկո եմ, ասեմ դուք։ Այ, հարգելու եք։ Ասել եք, որ գրակել եք, չի կրել։ Այո, Մոտավոր ինչ հեռավորության վրա եք մնաց։ երևի կլներ մի 4 կիլոմետր։ 4 կիլոմետր։ Եվ դիպուկահար զենքով չեք կարողացել խոցել։ Շատ լավ։ 4 կիլոմետր բարձրությամբ է։ Արգելում կա։ Ներկայում միանեք, էլի ասեք այո կամ ոչ, որ Հա։ ծանոթ։ Արգելում կա։ Ատսն ձեր Խաչմերուկում գտնվելու բոլոր ժամանակահատվածում եւ երևումներ եւ լսումներ։ Այո, Խաչմերուկում ոստիկանության աշխատակիցները եղել են Քաշաթաղի շրջբաժնում։ չեմ հիշում, դες կլներ ոչ չներ։ Այլ ոստիկանության աշխատակիցները զենգոցով արձակնվել են։ Իրանք ասում են, որ ատսն տեսանել էր մենակ իջնելուց, երբ որ ասում են խոցման հետ։ Ինչ կասեք այդ կապով։ Իսկ առակում եմ Կարող է։ Աշխատողները հենց ման չեն ասել։ Կարող է իրանք չեն տեսել, չգիտեմ, բայց ես Ման տեսել, չեն ասել ոստիկանության աշխատողները։ ես տեսել եմ։ Անձն աշխով տեսել։ Արգելում կա, խանդ կա, Այո, աշխատում են։ դա աշխատելը ո՞րն է, ում ինչ պետք էր վերջտուն գնում էր էլ։ Բացել կա։ Բացել աշխատող էլ կար, բայց դե ինչ։ Արգելում կա, դուք պնդում եք, որ դուք եւ շարիկում տարբեր տրանսպորտային միջոցներով եք Խաչմերուկ։ Հա, Խաչմերուկում զենք զինամոթ եք տեսել։ զենք մեր հոպն ա եղել է արդեն տեղ չի եղել, քողարկել էին։ Պուշկա, բան չեմ տեսել, Սնարյադ։ 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 Յաշիկն է տեսել եմ, բայց ինչ իմանամ, մեջ չկա, չգիտեմ։ Աշիկներով սնարյադ չեք տեսել։ Յաշիկներ կային, շատ կային յաշիկներ, բայց չգիտեի ինչ կա, մեջ չկա։ Արգելում կա, այդ դեպքի անգամանքները իմ հայր լավ հիշում, թե երբ որ արձակնվել եք նախաքնության։
Երևի առաջ, հիմա շատ բան չեմ էլ հիշում։ Երևի առաջ, շատ բան չեմ հիշում։ Արգել դատարան ես հարցեր չունեմ, սակայն միջնորդություն ունեմ։ Հարցեր ունեն, Ոչ բան, ոչ։ միջնորդություն Ես մնակ հարցում կարելի է։ Այդ որ փաստաբանի համար բարձր լինի, էլի, որ էլ բան չանի։ Մենք հարգելի վկա, մենք բացի դատարանից, քանի անգամ ենք իրար տեսել, եթե որ դատարանում այս ցուցմունքը դատարանում չհաշվեց, քանի անգամ ենք մենք իրար տեսել։ Երևի մի անգամ գերեզմանորեն։ Որովհետև նախաքննական, դատաքննական ցուցումների միջև ակային տեղական հատկացություն։ Մասնավորապես, տեղական հատկացությունը նախ պայմանավորված է, որ նախաքննական ցուցումը հունվական այգում որ Խաչմերուկ հասել է Շարիկոյի հետ միասին նույն վազ 21 զոհի մատնուշի ավտոմեքսին։ Ուղղակի այսօր դատական նիստի ժամանակ, քանի որ այլ պատասխան տվեց, մինչև սույն վերաբարակումը ես իմ հարցադրումները չշարունակեցի, կապված նրա եւ Շարիկոյի վերաբերյալ դատարանի տված ցուցումների միջև ակասությամբ։ Կներեք, կարելի է, մի րոպե կարելի։ Երկրորդը պատվաստան դատարան նախաքննության ընթացքում տված ցուցումների ժամանակ ուղղական նշում է, թե ինչ է տեսել, ինչ քանակությամբ եւ ինչ վտանգավոր հետևանքներ կառաջացնեն այդ սնարյադների պայթյունների հետևանքով։ Գտնում եմ, որ այս ակասությունը ևս էական է եւ միջնորդում թույլատրել հրապարակել վերաբերելու մասը։ Հարցություններ կան։ Ինչքան դատարանը ծրագրի համարից այդ կողմից ներկայացված միջնորդությունը բավարարում է հրապարակեք համապատասխան հատվածները։ Ես ու Շարիկոն խոսքը վերաբերում է 06/05/2025 թվականի 21 թվականի Մասիս քաղաքում ժամը 20:30-ից 21:58 ժամանակահատվածում որ կա Գարուն Համլետի Ասրյանի հարցաքննությանը, մասնավորապես հարցաքննության 3-րդ էջում 96 թվագրված ես ու Շարիկոն Սարատակից իջել ենք Իշխանաձոր գյուղի Խաչմերուկ եւ տեսել ենք Ուրալը բարձրանում է եւ այլն։ Հարցը 4-րդ էջում Շարիկո եւ Հրազարյանի հետ միասին եք նշված Խաչմերուկ հասել թե չէ։ Թե առանց։ Ես ու Շարիկոն միասին նույն վազ 21 զոհի նմակնիշի ավտոմեքենայով ենք հասել Խաչմերուկ։ Իջնելուց հետո տեսանք, որ Խաչմերուկից դեպի Ջավրայով թաքնվելուց հենց Խաչմերուկի մոտ աջ կողմում մեծ քանակությամբ սնարյադներով յաշիկներ, այսինքն հրթիռներով լի արկղեր են իջեցրել, որոնք այնքան շատ էին, որ չէին կարող հաշտվել։ Ուստի Շարիկոն գնաց ուղիղ այդ կողմ եւ գոռգոռում էր, ով է այդ արկղերը իջեցրել այդտեղ։ Ինչու են իջեցրել, բա որ մի պայթեցնեն, ինչ կլինի։ Ու իմ կարծիքով, եթե հանկարծ պայթեցնեն, հակառակորդի ակցիան այդ արկղերը կարող է ոչ միայն Իշխանաձորը, այլ նաեւ գողքի գյուղերն էլ քանդեն։ Այդքան մեծ քանակությամբ հրթիռներ են այնտեղ դատարկված։ Ու դրա հետ միասին այդ տարածքում հարյուրավոր մարդիկ են եւ այլն։ Այսքանը պատվաստան միջնորդացվածը։ Մենք առանձին եք ձևակերպում։ Հիմա արգելում կա։ Իմ հարցին թե դեպքի հանգամանքների հիմա այդ լավ հիշում թե նախաքննության ընթացքում ասեցիք հավանաբար նախաքննության ընթացքում տված ուսումնքի ժամանակ։ Հիմա նախաքննության ընթացքում 2021 թվականի մայիսին նախաքննության ժամանակ հայտնում եք, որ Շարիկոյի հետ նույն վազ 21 զոհի մատնուշի ավտոմեքենայով եք հասել Խաչմերուկ։ Իսկ այսօր հայտնում եք, որ հասել եք տարբեր մեքենաներով։ Ինչպես հասկանանք այս արկածությունը։ Մենք հասել ենք տարբեր մեքենաներով, բայց բարձրացել ենք Զիլի մոտ նույն ավտոյով։ Նախաքննության ընթացքում տված ցուցմունքը Զիլի մոտ բարձրանալու մասին չի խոսում։ Խաչմերուկ հասնելու մասին խոսում։ Հարցը ձեզ ուղիղ տրվել է։ Շարիկո եւ Հրազարյանի հետ միասին եք նշված Խաչմերուկ հասել թե առանձին։ Դուք բառացի պատասխանում եք։
Արան Ես ու Շալիկոն միասին նույն ՎԱԶ 2109 նմագնիշի ավտոմեքենայով ենք ասել։ չեմ հիշում։ Չեք հիշում։ Անդրադառնանք նարատների։ Ինչպես կբացատրեք այն հանգամանքը, որ իմ այն հարցին, թե Խաչմերուկում հրթիռներ եղել են թե չէ, սնարյադներով լի յաշիկներ եղել են թե չէ, այսօր դուք հայտնեցիք, որ յաշիկ եղել է, բայց չեմ նայել։ Իսկ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի ժամանակ նկարագրում եք լրիվ այլ իրավիճակ։ Տրամաբանվել հակառակ իրավիճակ։ Չէ, ես մի յաշիկ եմ բացել, մեջ չի եղել, դրա համար ասում չի եղել։ Ես Բայց մեջ սնարյադ չեմ յաշիկ բացել եք, ասել եք, տեսել եք, որ չի եղել։ Դա ես եմ Ես հանգում, որ եթե հանկարծ պայթի սա դուգը հեչ, նա կողքի դուգարն հետը վարի հետ։ Ես սնարյադ չեմ տեսել։ Լավ, եթե սնարյադ չի եղել, Շալիկոն խիա գնաց կողմ։ Ես չեմ տեսել։ Դատարանը վերստին այդ հարցադրումը արկայանում ես ուղղել։ Նախաքննության ընթացքում հարցաքննությունը տեղի ունեցել 2021 թվականի մայիսի 6-ին, հիմա արդեն շուրջ գրեթե 5 տարի անց երկրորդ անգամ հարցաքննվում է, ավելի ճիշտ ոչ թե երկրորդ անգամ, այլ դատարանում է հարցաքննվում։ Հիմա ոնց է հնարավոր ավելի լավ կարող եք հիշեիք դեպքի մանրամասները ձեր տեսածը համապատասխան հանգամանքներում հիմա 2026 թվականին, թե 2021-ին այն ժամանակ։ Կանարեք իսկականից չեմ հիշում։ Չէ, հիմա որևէ խնդիր չկա, կարող եք չհիշել, բայց դատարանի հարցը ուրիշ բաներ էր ադերում։ 2021 թվականի հարցաքննության ընթացքում ձեր հիշողություններն ավելի թարմ են եղել։ Ես չի որ թարմ ելնել, բայց դե չեմ կարող ասել։ Թե այն վաղ թե հիմա։ Ձեզ նախաքննության ընթացքում հարցաքննության ժամանակ որևէ ուղղություն եղել է։ Ինչպես։ Ձեզ ասել են կգնաս այս բովանդակությամբ ցուցմունք կտաս, այդ բաները։ Չէ, ոչ։ Որևէ մեկը ձեզ ճնշել է։ Չէ, ոչ մեկ։ Ձեզ ասել է կգնաս, որ այս հարցին պատասխան։ Չէ, ինչ տեսել եմ, ես եմ ասել։ Նախաքննության ընթացքում Քննիչի մոտ։ Քննիչի մոտ, այն 2020 թվականը, Մասիսում հարցաքննվելու ընթացքում։ Ձեզ ուղղորդել են, ասել են կգնաս այս բովանդակությամբ ցուցմունք կտաս։ Չէ։ Իսկ ներկայում այս դատան որ հրավիրվել եք հարցաքննության, որը մեկը ձեզ ուղղորդել է։ Չէ։ Ասել են կգնաս այս սենց կասել։ Չէ։ Այն դատարանում հարցաքննվելիս մի բան եք ասում երկու հանգամանքի առանցությամբ։ 2021 թվականին դեռ տարբեր բան եք ասել։ Հիմա հակասությունը ձեզ բարձր չէ, ինչի մեջ է կայանում։ Այո։ Հիմա այդ հակասությունները հաղթարված համարելու համար վերջնական մի հատ դատարանը ձեզ հարցնում է։ Ի վերջո Իշխանաձորի Խաչմերուկ Շալիկո Երազարանի հետ միասին եք ասել, թե առանձին մեքենաներով։ Չէ, առանձին մեքենաներով։ Ինչքան հիշում։ Կարող է 2021 թվականին ավելի լավ եք հիշում դրա համար եք ասել նույնով ենք նույնով ենք գնացել։ Չէ։ Լավ դատարանը որը հիմք ընդունի վերջ։ Հիմա ինչ ասեմ, եթե կարելի է։ Այսինքն առանձին մեքենաներով եք գնացել։ Իսկ ինչ վերաբերում է հրթիռներով լի արկղերին, ներկայում նշում եք, որ մի արկղ եք տեսել, բայց Օրնագությունը չեք տեսել։ Նախաքննության ընթացքում ոչ միայն մեկ, այլ նաև այնքան շատ են չենք կարող հաշվենք ու ինչ-որ հնարավոր վտանգներ։ Յաշիկներ, հա, այլ եմ ասում, յաշիկներ շատ կային, բայց ես որ մեկը բացել եմ, նայել եմ, ինչքան դատարկ է, մեջ բան չէ։ Իսկ այս որ նշել եք, որ Շալիկոն գնաց, ասեց ես քանես խեք բերել արկղերը կպայթացնեն բան, այս հիշում եք, որ սենց բան ասել է Շալիկոն։ Ես չեմ տեսել Շալիկոյի իմ տենց գոռալուց մորաբան անելուց։ Բայց չեք տեսել, ով ած ես ասել, Ձեզ որևէ մեկը ստիպել, Չէ, ոչ մեկ ոչ ստիպել, ոչ էլ կարան ստիպել, ինչի ստիպել։ Ես ինչ տեսել եմ եմ ասում։ Ինչ հարցաքննության Առարկում եմ արվել դատավորն։ Անտոնը թող փոխի։ Ամեն պատասխանել այդ հարցին։
Ինչ տեսնում եմ, այն եմ ասել։ Հիմա քննիչի մոտ հարցաքննության Ինչ հիշում եմ, այն եմ ինչ ասել է, ինչը տեսել է։ Դե հիմա կա կողից ասել են բա շալիկոն գնացել ա կռիվ։ Չէ, ես նեղ եմ ասում, կա ես չեմ տեսել, ես լսած եմ որ դες զրույց է ելել, տես բան ա եղել։ Ես չեմ տեսել իրակ դες բան են արել։ Կա այդ բանի որով եմ ասել։ Ասացվածքի վրա եմ ասել։ Մաշարիկո Եղիազարյանը ասում դատարան հարցաքննության ժամանակ հայտնել է որ քաշները քասել են միասին։ Ուշարիկո Եղիազարյանը տեսնում է մի իրավիճակ, երբ որ Ուրալը հրի ձեր ասած սարը չի բարձրանում։ Իրոք Դրամա այդպես իրան բացեք նեք զապիսը, Շարիկոն ասել է, նույն բանը է ինչ որ ինքը ինչ արել ինչ չի արել։ Մի վարկյան կարելի է, չէ, ձեզի դատարան։ Դատարան դուք հաստատելու իրավունք չունեք։ Չէ, հարցնեն։ Չէ կարա հարցնել դատարան։ Բայց կարելի է ասեմ խոսքի Պողոսը այսիշ բան ասեց, բայց սուտ։ Հնարավորություն ենթադրաբար, որ սուտ կանգնեք ասեք, կարող է լինի, որովհետև այս քննության շրջանակներում որևէ մեկ օբյեկտիվորեն հնարավոր չի հիշի, թե կոնկրետ որ ամսաթվի հարցաքննության ընթացքում ով ինչ է հայտնել։ Դրա համար թեկուզ եւ ոչ մի բան դատարանը հաստատված չի համարում։ Թեկուզ եւ ինչ որ բոլորեցնող տոնով, մոլորեցնող բնույթի բովանդակությամբ հարցադրում հնչեցվի, դատարանը վերստին կրկին լսելուց հետո բոլորի ցուցմունքները համադրությամբ գնահատելու է։ Ու նշի, որ այս հարցադրումը, որ հնչեց, նախորդ վկան այս բնույթի ցուցմունք չէր տվել։ Հետևաբար դատարանը որպես մեկնաբանություն նշում է, որ դուք էլ հնարավոր չի բոլորի ցուցմունքները տարի բովանդակությամբ։ Բայց Շարիկոն անցած նիստին ինքը հարցում ու Շարիկոին տվել է պատասխանել է դրա համար։ Խնդրեմ հարգելի պաշտպան։ Այո, Շարիկո Եղիազարյանը նախորդ նիստի ժամանակ հարցաքննության ընթացքում հայտնել է, որ խանութը բացահայտվել են, զինվորները ելումուտ էին անում, նկարագրում է, որ սպարկա, ով հրամանատվել, որ նստեն, դուք այդ ամեն ինչը տեսել եք։ Ես չեմ տեսել։ Դուք չեք տեսել։ Այո, դուք ասում եք, որ դատարանի հարցին պատասխանելուց հայտնել եք, որ դատարանը հաշվի առնի ձեր այսօրվա հայտնած տեղեկությունները։ Ինչի դատարանը պիտի հաշվի առնի այսօրվա հայտնածը, այլ ոչ 2021 թվականին։ Որովհետև չեմ հիշում։ Որովհետև չեք հիշում։ Ինչ հիշում եմ, այն եմ ասում։ Ագր դատարան ես հարցը չունեմ։ Մի բարձրաբանում եմ պատվիրատուական ամենասկզբում պաշտպանը որ սկսեց կային հարցեր տալ, առաջին հարցը այն է, որտեղ եք բնակվել 20 թվականի մայիսին։ Ես նկատում եմ հարցաքննության 21 թվականի մայիսի մասին, չէ՞ խոսքը, հա։ Ճիշտ է, էլի։ Այդ մասից քաղաքի հետ։ Այո, որովհետև 20 թվականի մասին չի խոսքը, հետո ընթացից հասկացա։ Այլ հարցեր ունեք։ Ոչ։ Միջնորդություններ, արգելյան, մեղադրանք կողմիշնորհ Չկան։ Դատարանը ձեզ ևս հարցեր չունի, ձեր հարցաշինությունը համարում եք ավարտված, կարող եք նստել, կարող եք գնալ ձեր նախընտրության։ Ես կգնամ։ Շնորհակալություն։ Դատարանը արձանագրում է, որ Արեն Մեղադրովի կողմից ներկայացված միջնորդության շրջանակներում դատարան հրավիրվել են և հարցաքննվել բոլոր վկաները, չէ, Շարիկո Եղիազարյանը, Կարեն Ասելյանը, Ռուբեն Սմանամյանը, Արմեն Վասկանյանը։ Դատարանը արձանագրում է, որ Արեն Մեղադրովի կողմից ներկայացված միջնորդության համապատասխան հրամանի ստացման առնչությամբ դատարան դեպս պատասխան չի ստացել։ Ուստի հաջորդ դատական նիստի համար, որը նշանակված է Սենթվականի փետրվարի 11-ին ժամը 13:00-ին դատարան կհրավիրվեն պաշտպանության կողմից միջնորդած վկաներ, դատական նիստի հետաձգում նշանակված Սենթվականի փետրվարի 11-ին ժամը 13:00-ին։